Բարև ձեզ սիրելի բարեկամներ, հազարամյակներ շարունակ մենք չենք ունեցել պետություն ու պետականություն, բայց ունեցել ենք երազանք ու ձգտել ենք։ 20-րդ դարի վերջին ԽՍՀՄ փլուզումով պայմանավորված մենք ձևավորեցինք ժամանակակից ժողովրդավարական պետություն համաձայն անկախության հռչակագրի սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ժողովրդավարական պետության ժողովրդավարության դեմոկրատիայի հիմքը հանդիսանում է ընտրական իրավունքը։ Յուրաքանչյուր 18 տարին լրացած քաղաքացու սրբազան պարտքն է, եթե կարելի է այսպես ձևավորել, որ ընտրությունից ընտրություն գնա ընտրատեղամաս ու կատարի ընտրություն։ Բայց ցավոք սրտի ձևավորվել է մեզ մոտ մի միջավայր, մի մթնոլորտ, որ տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ ընտրություններով երբեք ոչինչ չի փոխվում։ Սա շատ զգայուն ու նուրբ հարց է, որը որ իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Ցանկացած գործող իշխանության համար դա երազանք է հրամցնել ընտրություն ունեցող քաղաքացիներին, համոզել, որ ընտրությունով ոչինչ չի փոխվում, քանի որ գործող իշխանությունը ընտրությունների մասնակիցների քիչ թվով պայմանավորված ստանում է հնարավորություն վերարտադրվելու։ Ցավոք սրտի մենք չենք ունեցել հնարավորություն ոչ իշխանության, ոչ ընդդիմության այս վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում դպրոցական, բուհական, այլ ծրագրերի միջոցով փորձել բարձրացնել մեր հասարակության քաղաքական ու իրավական գիտակցությունը, հասցնել մի այնպիսի մակարդակի, որ յուրաքանչյուր քաղաքացի, ընտրության իրավունք ունեցող քաղաքացի հասկանա հետևյալը, որ ընտրությունով հնարավոր է փոխել ամեն ինչ։ Ընտրության մասնակիցների քիչ թվով պայմանավորված, ինչպես նշեցի արդեն, գործող իշխանությունը միշտ ունենում է հնարավորություն վերարտադրվելու։ Ու ցավոք սրտի հազարամյակներ շարունակ չունենալով պետություն ու պետականություն, իսկ 21-րդ դարում մենք ունեինք երկու անկախ հայկական պետություն, որոնցից մեկը արդեն չկա, իսկ երկրորդը լինելու ու չլինելու վտանգի տակ է։ Սրանով պայմանավորված ես ուզում եմ ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ընտրության օրը դուրս գալ տանից ու գնալ ընտրատեղամաս, անել ճիշտ ընտրություն, որովհետև այսօրվա մեր ընտրությունը մեր երեխեքի, մեր թոռների, մեր գալիք սերունդների վաղվա օրն է։ Մենք այսօր չունենք նման շռայլության հնարավորություն ընտրությունների չգնալ ու չկատարել մեր գիտակցված քայլը փրկելու այն, ինչ որ մնացել է, այն ինչին որ երազել ենք հազարամյակներ շարունակ։